Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր սեպտեմբերի 18 Երկյուղ և հարգանք Աստվածաշունչը հստակ նշում է, որ յուրաքանչյուր հավատացյալ պետք է զարգացնի Տիրոջ վախը։ Աստծո հանդեպ իսկական վախը ներառում է երկյուղածություն և հարգանք, բայց դա շատ ավելի խորն է։ Դավիթն ասում է մեզ. «Անօրենության խոսքը ամբարշտի համար իմ սրտումը սա է, թե Աստծո վախը չկա նրա աչքի առաջին»։ Սաղմոս 36-րդ գլուխ առաջին խոսք։ Այսպիսով Դավիթն ասում է. «Երբ տեսնում եմ, որ մեկը հանձնվում է չարությանը, սիրտս ասում է, որ նման մարդը չի վախենում Աստծուց, նա չի ճանաչում մեղքի մասին ճշմարտությունը կամ Աստծո կոչը սրբության»։ Իրականությունն այն է, որ աստվածային վախը մեզ ուժ է տալիս հաղթանակ տանելու չար ժամանակներում։ Այսպիսով, ինչպե՞ս ենք մենք ձեռք բերում այս վախը։ Երեմիան պատասխանում է այս հարցին Աստծո խոսքից մի մարգարեությամբ. «Եվ ես կտամ նրանց մեկ սիրտ և մեկ ճանապարհ, որ ինձանից վախենան ամեն ժամանակ, որ լավ լինի իրանց համար, և իրանցից հետո իրանց որդկանց համար, և ես հավիտենական ուխտ եմ դնում նրանց հետ, որ ետ չդառնամ նրանցից, սրանց բարություն անելուց, և իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերում, որ ինձանից չհեռանան»։ Երեմիա 32-րդ գլուխ 39-40 խոսքեր։ Տիրոջ այս հրաշալի խոստումը մեզ վստահեցնում է, որ նա մեզ կլցնի իր սուրբ երկյուղով։ Աստված այս վախը պարզապես չի դնում մեր սրտերում գերբնական ոգեշնչման միջոցով, նա իր հանդեպ երկյուղը դնում է մեր մեջ իր խոսքի միջոցով։ Աստծո վախը ծնվում է մեր սրտերում, երբ մենք գիտակցաբար որոշում ենք հնազանդվել Սուրբ Գրքում կարդացած յուրաքանչյուր խոսքին։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես Աստծո վախը ընկավ Եզրասի վրա, նրա համար, որ Եզրասը պատրաստել էր իր սիրտը, որ Տիրոջ օրենքը խնդրե և կատարե։ Եզրաս 7-րդ գլուխ 10-րդ խոսք։ Աստծուց վախենալը միայն հին կտակարանյան գաղափար չէ։ Աստվածային վախի մասին երկու կտակարաններում էլ հիշատակվում են։ Հին կտակարանն ասում է մեզ. «Վախիր Տերիցը և հեռացիր չարից» Առակաց 3-րդ գլուխ 7-րդ խոսք։ Նմանապես Նոր կտակարանն է հաստատում. «Աստծո երկյուղը նրանց աչքերի առաջին չէ» Հռովմայացիս 3-րդ գլուխ 18-րդ խոսք։ Հետևաբար, սիրելիներ, եկեք վախենանք Տիրոջից երկյուղածությամբ և հարգանքով, բայց նաև, որպեսզի կարողանանք պահպանել հաղթանակը չար ժամանակներում։